Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast։ Այսօր ձեզ հետ ես եմ Արաչ Ալաբյանը, Արտем Զաքարյանը եւ մեզ հյուր է եկել Նանա Հովհաննիսյանը, Քոչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի մասնաճյուղի հիմնադիր, Master Certified Coach, որը փորձենք հասկանալ ինչ է Master Certified Coach։ Ողջույն, շատ հաճելի է, երկուսիդ էլ շատ սիրում եմ ու սենց ստերեո էֆեկտը էլ ավելի հաճելի է սենց գտնվելը, ինչա Master Certified Coach-ը, այն ամենաբարդ հարցից։ Դե մենք փորձում ենք հայրենացնել, այսինքն մեր ունկնդիրներին տենց Անունն էլ Պարզից Պարզ podcast-ը, դրա համար փորձենք Պարզ։ Ես էլ մինչև չեկա դեր քոչինգի դասերին, չգիտեի ինչա քոչինգը, ինչա certified coach-ը, ինչա master, այնտեղ մի քան PCC, ACC, մի ռեմարկալ ես ավելացնեմ։ Դու դասերին ես եկել։ Սովորական մարդկանց համար քոչինգը տենց մի հատ ինչ որ տենց ինֆոցիգան մի երևույթին պես անկալվում։ Դրա համար պատմենք էլի, հասկանանք դա ինչա։ Ամենացավալի կետն է եւ միջազգային քոչինգի ֆեդերացիան ստեղծելու հենց նպատակը ու իմաստը նրանում էր, որ ես հասկացա, որ այդ ռիսկը կա մեր երկրում, որովհետեւ տեսել եմ, որ տարբեր երկրներում հենց այդ ուղղությամբ էլ գնացել է ու որոշեցի, որ այս կազմակերպությունը, որ ակրեդիտացնում է քոչինգային դասընթացներ եւ որակավորում է քոուչերին, շատ օգտակար կարող է լինի մի քիչ ստանդարտները լավ պահելու ու կարծես թե ստացվեց։ Coach բառը բացատրենք, էլի։ Տես, coach բառը բարդությունը դրական մանրանում Ես անգլերեն բառերը ասեմ, հետո դու այդ բարդերը բարձրացնես։ Անգլերենում կա trainer եւ կա coach, երկուսն է հայերեն ասում են մարզիչ, ճիշտ է։ Մեր մոտ ոնց որ հայերենում տարբերակում չկա։ Այս չգիտեմ անգլերենում coach-ի ու trainer-ի տարբերությունը դու քանի որ մասնագետ ես անգլերեն։ Trainer-ը սովորաբար ֆիզիկական trainer անում։ Այո, նագրոսկի հետ։ Բայց ֆուտբոլի coach-ի մայկավերել coach-ը դրած։ Իսկ coach-ը ավելի շատ ինքը մենեջերի կարգավիճակ ունի, կառավարում է իրավիճակը, փորձում է։ Նույն մարդը կարա trainer-ը լինել, coach-ը լինել, չէ՞։ Ուզեք ավելի բարդացնեմ։ Չէ, ավելի բարդացնեմ։ Եկեք մենթորել օրինակ ասեմ եւ նաեւ հոգեբանել ասեմ։ Մենթորի coach-ի տարբերությունը, բայց coach-ը ինքը հենց սպորտային լեքսիկոնից եկած բան է, որը նշանակում է մարզիչ։ Հա, որը որևէ կապ չունի այն coach-ի, ասում ենք golden standard coaching, ոսկե ստանդարտ coaching, ինչի որովհետև իսկապես խառնաշփոթ է ամբողջ աշխարհում է խառնաշփոթ, շատ լուրջ խառնաշփոթ է coach բառի հետ ու ես կփորձեմ։ Ինչի չենք թարգմանում coach-ը, ինչի մարզիչ չենք ասում, թեև լսել եմ որ օգտագործում են որոշ։ Գտանք հարմար, գտանք բառ, որը մենք չի թարգմանվում, չէ՞, ռուսերեն էլ են coach ասում, չեն ասում trainer։ Այո, հա, բայց շատ մեծ ֆունդամենտալ տարբերություն կա այն բոլոր մասնագիտությունների, ինչ որ դուք հիմա նկարագրեցիք, եւ այն coaching-ի մասին եւ այն coach-երի հետ, որոնց մասին հիմա ես եմ եկել ձեզ հետ խոսելու, ուղղակի բառի խառնաշփոթ կա ու իմ նպատակը գիտեմ որ օրինակ ռեգբի մարզիչները հետո ասենք բիզնեսում լավ coach-եր են եղել, օրինակ Bill Campbell կար, Apple, Google, ինչ կան հիշում եմ։ Այսինքն դրա հետ օրգանիկ կապ կա, էլի, լավ, ընդ որում ռեգբին ինքը տենց մենակ գնդակ տշել չի, ինքը բավականին հաշվարկների, հոգեբանության, ստրատեգիայի ուղեղի հետ կապ ունեցող բան է։ Տեսեք, ուզում եմ մի բան ասեմ, էլի, եկեք անունը եւ ինչա ըստ միջազգային քոչինգի ֆեդերացիայի քոչինգը տարբերակենք։ Հիմա եթե մենք խորանանք անունը, դուրս չենք գալու, որովհետեւ քոչինգ անվանում են շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ներառյալ ինֆոցիգաններ կամ տառո կարտեր բացողը կարա ասի ես coach եմ, հա? Կամ ֆուտբոլի coach-ն էլ է coach։ Ոստեղ ինձ թվում է խնդիրը կայանման նրանում, որ 30 տարի առաջ երբ որ միջազգային քոչինգի ֆեդերացիան բացվում էր, իրանք ոչինչ որ այս տերմինը պիտի օգտագործեն, չգիտեմ ինչի, ու հիմա մենք բոլորը ստիպված ենք բացատրել, թե ինչն է coaching, ինչը coaching-ը չի։ Մի մեծ տարբերություն կա։ Եթե մենք խոսում ենք golden standard coaching ասացի մասին, այդտեղ չի կարող փոխանցվել որևէ գիտելիք։
Այսինքն coaching-ը, այն coaching-ը, որ մասին ես եմ խոսում, նրա մասին չի, որ պատասխաններ տաս, նրա մասին է, որ հարցեր տաս, որպեսզի մարդը պատասխանները ներսից գտնի։ Հենց դրանով էլ շատ մեծ տարբերություն կարելի է դնել, օրինակ տրեյների, խոսքը գնում է եւ սպորտի տրեյների երևի թե եւ բիզնես տրեյների մասին։ Ինչ անում տրեյները կամ դասախոսը, կանգնում է եւ պատմում է մի բան, որ ինքը գիտի, մնացածը չէ, կամ ավելի լավ գիտի, մնացածը ավելի վատ։ Այսինքն փոխանցում է գիտելիք։ Ինչ անում մենտորը էլի փոխանցում է, բայց փորձ։ Սովորաբար ովքեր են մենտորն։ Ես ինքս համ տրեյներ եմ, համ մենտոր եմ, այսինքն տենց չի, որ մեկը լավ է, մյուսը չէ, բայց խնդիրներ լուծելիս, կախված խնդրից, գուցե եւ կա մասնագիտություններ, որոնք ավելի լավ այդ խնդիրը կլուծեն։ Մենտորը ինչ անում։ Մենտորը փորձ է փոխանցում, այսինքն սովորաբար մենտորը կազմակերպությունում եթե վերցնենք, մեկն է, ով ավելի երկար է այդտեղ աշխատում, ավելի մեծ փորձ ունի, ավելի շատ է ոդկը սայթակել ընկել է եւ իր սխալների վրա սովորել է։ Եվ երբ որ նոր մեկը գալիս է, իրեն կցում են մեկին, ով որ իրեն օգնում, ասում է, այստեղ զգուշ կլինես, երբ որ ես այս ճանապարհը անցնում եմ, այստեղ խնդիր ծագեց։ Այ դա մենթորինգն է։ Ես մի ավագ ընկեր ունեի, որը համարում են մենթոր, որ շատ հետաքրքիր է, որ ինքը սովորաբար ինձ հարցեր էր տալիս, ինքը չէր ասում, սենց արա, նենց արա, որ իրան ինչ-որ բանով դիմում է, ինքը միշտ հարցեր տալի, թե ոչ ICF-ի անդամ էր, ոչ MCC-ը ընդհանրապես կարող է տերմիններից տեղակել չէր, բայց նաև ասեմ, որ մի քիչ այս թեմաներով, որ հետաքրքրվում է, ինչ-որ եվրոպական բան կա, քոչինգի եւ մենթորինգի ասոցիացիայի, EMCC, որը ինքը Եվրոպայում ամենա ես դրա անդամ եմ եղել, անգլիական են, երկուսն էլ անգլիական են, սա ամերիկյան է, սա ICF-ը ամենամեծն է, 60000 անդամով եւ ICF-ը ոնց որ հենց քոչինգի վրա է, եվրոպացիք ասում են մենթորինգ քոչինգ, մի քիչ այդքան այդ գծերը տենց խիստ քաշած չէ, դու կարաս ոնց որ դրիֆտ ան։ Այստեղ քաշած է, ու ինձ դուր է գալիս, որ քաշած է, որովհետեւ ես բացատրեմ ինչու, որովհետեւ ուղղակի լավ չավարտեցի, այն ինչ որ ասում էի, բայց լավ, դու ընդհատում ես, ես համակերպվեցի դրա։ Սովորաբար գրում են թողեք մարդիկ խոսան, ես կարող եմ շարունակել ընդհատել, երբ որ դու ինձ ընդհատում ես։ Իհարկե։ Շնորհակալություն։ Եվ ինչից էի խոսում, մենթորը, որ փորձ է փոխանցում։ Այո, իհարկե, եթե մենթորը ընթացքում հարցեր է տալիս եւ ստիպում է այդ հարցերով մտածել, շատ ավելի լավ է ստացվում իր մենթորինգը։ Բայց եթե մենք խոսում ենք քոուչից, ապա եթե մենք խոսում ենք մասնագետի մասին, հա, եթե որևէ մեկը ձեզ պատասխան է տալիս կամ խորհուրդ է տալիս, կրկնեմ, ըստ միջազգային քոուչինգի ֆեդերացիայի, ինքը չի կարող ասի, որ ես հիմա քոուչինգ եմ անում։ Շատ լավ է, երբ որ համ մենտորը, համ տրեյները, համ սպորտային քոուչը սովորում են այդ հմտությունը, այդ կարողությունը, զարգացնում են, շատ լավ որակյալ հարցեր տալ։ Եվ կիրառում են դա։ Տալը նենց անշնորհակալ գործ է, որտեղ ամեն ինչ սենց տակնու վրա է եղել, այսինքն դու քո 5 տարվա, 10 տարվա առաջվա փորձը կիսվես մեկի հետ, այսօր կարող է լրիվ irrelevant լինի։ Դե հենց այդտեղ է, ես ինքս տասնյակ տարիներ առաջ սկսել եմ որպես տրեյներ միջազգային կազմակերպությունում եւ անցկացրել եմ ոչ միայն Հայաստանում դասընթացներ, նաեւ եվրոպական ռեգիոնի տրեյներ եմ եղել, դրանից հետո հիմնել եմ առաջին կորպորատիվ համալսարանը, նաեւ եղել եմ մենտոր։ Ուզում եմ ասեմ, ես այդ բոլոր մասնագիտությունները շատ լավ իմանալով, երբ որ հանդիպեցի քոուչինգին, հասկացա, որ սա որակապես տարբերվող ձև է մարդկանց օգնելու։ Այդ հետ գնանք էլի, դու որտեղից էիր սկսել, որ եկար հասար քոչինգը, երևի հետաքրքիր է մեր ունկնդիրների։ Մարիոտում 5 տարի աշխատել եմ տրեյնինգ մենեջեր եւ եղել եմ եվրոպական ռեգիոնի առաջնորդության տրեյներ, այսինքն այսինքն ունեմ HR-ի հետ կապված ինչ-որ բան է, հետո կորպորատիվ համալսարան, Beeline համալսարանի ղեկավարն եմ եղել եւ հիմնադիր, հետո HR տնօրեն եմ եղել բանկերից մեկում եւ հետո երբ որ հենց այդ պահին, երբ որ դուրս եկա բանկից, այդ իմ
շատ լավ կարիերան պատկերացնում եք, հա, բանկում վարչության անդամ յունի լինելով ինչ պայմաններ կարող են լինել։ Երբ որ ես դուրս եկա եւ հիմնեցի կազմակերպությունը, երևի թե գուցե եւ պատճառներից մեկը նաեւ չգիտեմ, դա էր թե չէ, բայց հենց այդ ժամանակ անցնում էի կուրս MIT-ում, MIT Sloan-ում, հենց առաջնորդության հետ կապված, որտեղ որ ծրագրի մի մաս էր նաև coaching եռյակներում աշխատելը։ Ու այդտեղ ծանոթացա այդ մեթոդի հետ ու ամբողջ մինչ այդ կյանքում սովորեցնելու Չէ, միանշանակ ոչ, որտեղ շարունակում եմ, ես համ խորհրդատու եմ, համ տրեյնինգներ եմ անում, համ մենթորինգ եմ անում, բայց սա շատ տարբերվում է ու հստակեցնենք, էլի ինքը HR-ական գործիք է, թե ավելի շատ մենեջերական գործիք է, չնայած եթե լավ հարց է հիշում եմ, որ coach ասում ենք պիտի ղեկավարը իր աշխատողներին coaching չանի, կողքից չէ, պիտի մարդ լինի, տենց թեմա էլ կար։ Դե տեսեք, եթե դու coaching հմտությունները կիրառում ես, այսինքն եթե դու կարողանում ես լավ հարցեր տալ, եթե դու կարողանում ես ներկա լինել լավ որակով, եթե դու կարողանում ես նենց հարց տաս, որ այդ մարդու մոտ ինչ-որ ինսայթ է ծնվում, ում համար է դա լավ։ Այ, ինչ ես կարծում, ինքը մեր դասընթացները անցել է։ Երևի կազմակերպության, որտեղ այդ մարդը աշխատում է։ Երևի չգիտեմ, էֆեկտիվությունն է բարձրանում աշխատողի, ենթադրություններ են հիմա։ Հա, ու ստեղ կա երկու կիրառում։ Մեկը, որ օրինակ ղեկավարը դա կիրառում է, կամ HR-ը դա կիրառում է, կամ դասընթաց վարողն է կիրառում։ Ուղղակի կիրառումը որակով, հա, այդ հմտությունները զարգացնում է ու հետո էլ ավելի լավ է կարողանում հարցեր տալ, ոնց որ նա քո մենտորը, հա, կարողանում է։ Դասերի ժամանակ կարծեմ այդ սոկրատիկ ոճա, չէ՞, հարցեր ես տալիս։ Այդ մայրցիկա հարցեր տալու, այո, ինքը տենց ամենահին մասնագիտություններից։ Եվ կամ եթե խոսքը գնում է հենց coaching, coach-ի հետ աշխատելու մասին, դա շատ ֆորմալ process է։ Մարդը պայմանավորվում, ոնց որ հոգեբանի հետ պայմանավորվում է, 1 ժամ առանձնացնում է, հոգեբանից ցանգ է, չէ՞։ Սկսում են նայած, ինչ հոգեբանից։ Սկսում են աշխատում են, շատ հստակ պայմանավորվում են, այդ դեպքում պատասխաններ չկա, այսինքն այդ է կոչվում golden standard coaching։ Մենք ասում ենք, որ coaching սովորելը դա շատ համակարգված ձև է հմտություններ զարգացնելու, մենք ունենք կարողունակությունների մոդել 8 կարողունակությունն է, որի մեջ մտնում է պայմանավորվել որակով, ներկա գտնվել որակով, լսել որակով, հարցերը խորը տալ որակով եւ այլն, որ եթե դուք դրանք զարգացնում ես ու համակարգ կա դրան զարգացնելու, ապա դու համ ավելի լավ կկարողանաս ղեկավարել եւ մոտիվացնել եւ աշխատակիցներին եւ չեմ որպես ծնող եւ այլն եւ այլն։ Այսինքն գիրք կա, որը գրած է ոնց պետք է լինես լավ coach։ Գրքեր կան։ Գրքեր, լավ։ Իդեպ ուզում էի գիրքս բերեի։ Դասընթաց, որը որ սովորացնում են, ասում են sense պետք է լինես, այսինքն սովորում ես ոնց ես դառնում լավ coach։ Հա, սովորում ես անպայման։ Փիշակ է, էլի։ Կարող եք համարել եւս մի մասնագիտությունն է, այո։ Շատերը, իդեպս վերջերս մտածում էի, շատերն են գալիս ապագայում հետո նաև այս մասնագետը դառնալու համար եւ գուցե փոխելու։ Հիմա տենց որ մի քիչ ավելի sense line մտածենք, ժամանակին ավելի քիչ էին, չէ, կարճ էին մարդիկ ապրում։ Գնալով երկարում է կյանքի, այո։ 40 տարի միջինում։ Մոտ ինչքան մոտ 150 տարի առաջ, 40 տարի։ 100-300, չէ, 40 չէ։ 50 կամ 60 տարի առաջ, երբ որ մեր տատիկ պապիկներն էին, ու մեր վրա լավ ազդում է։ Մի 15 տարվա տարբերություն։ Ու այն ժամանակ, երբ որ մենք մասնագիտություն էինք ընտրում, իրանք մասնագիտությունն էին ընտրում, ու իրանք են չէ մեզ ուղղորդել ոնց ուզում է լինի, ընտրում էին մի մասնագիտություն եւ ենթադրվում էր, որ դա է լինելու իրենց մասնագիտությունը։ Հիմա մարդիկ շատ ավելի երկար են ապրում, բացի նրանից, որ ավելի երկար են ապրում, կարծես թե ավելի առողջ են ապրում։ Ուժ ունեն, այսինքն եթե հիմա մտածում ենք 40+ տարիքի մասին, ապա
երիտասարդ են, գեղեցիկ են, ուժ ունեն, եռանդուն են, ահռելի փորձ ունեն, լիքը սխալներ են գործել, սովորել են ու հիմա ոնց որ կարելի է երկրորդ անգամ սկսել։ Ես նաև որպես իմ քեզ չի վերաբերում։ Ես գիտեմ։ Ես նաև Իդեպ Արան այն մարդկանցից է, ով ոչ միայն իր, այլ նաև այն կազմակերպության համար, որտեղ որ աշխատում էր, այդ coaching մշակույթը ներդնողներից մեկն է եղել եւ այն մեր ամենաառաջի խմբի, հենց առաջի, չէ, խմբում կամ երկրորդ խմբում ներգրավվել է, այնպես որ ես ասեմ, որ այդ coaching-ը նվողություններ ունի, նույնիսկ ունիվերսալ չի, չէ, կա business coach, կա life coach, նույնիսկ ասենք քնի coach-եր կան, սովորացնում են քեզ ոնց ճիշտ։ Հիմա ուրիշ այդ ուրիշ ուղղությունն է, այն տարեուղղությունը մի տար, չէ։ Կա ոնց որ բժշկական ինստիտուտ, ընդունվում ես, սովորում ես բազային բժշկություն, հետո որոշում ես, հա, սրտաբան ես դառնալու, թե Հա, հասկանում եմ։ Կարաս միանգամից Պեդիատր։ ատամնաբուժական կամ դեղագործական։ հա, չէ, այս ոնց որ այն ինչ որ մենք ենք անում, մենք տալիս ենք բազային and 101 գիտելիքը, հետո կախված նայես թե դու ինչ մասնագետ ես եղել քո անցյալ կյանքում։ Դու կարող ես այդ ուղղությունը տանել, հա, կա executive coaching, մարդիկ ովքեր աշխատում են ղեկավարների հետ միայն։ Բնականաբար, եթե դու ունես այդ փորձը, այդ հմտությունը սովորելուց հետո, այդ գործիքակազմը վերցնելուց հետո դու համ քեզ կվստահեն, կգան, համ էլ դու քո հարցերը ձևակերպելուց դա ի նկատի ունենալով կձևակերպես։ Կա թիրախային աուդիտորիա, ում համար coach-ները գոյություն ունեն։ Այսինքն թիրախային հենց շուտ սեգմենտ, որը չգիտեմ, հաջողակ բիզնեսմեններն են կամ որ փող ունեն, նա դա որ փող ունի, բարձր որ ճարճ չէ իրանց ես քեզ ասեմ։ Չէ, ինձ հետաքրքիր է, կա թիրախային սեգմենտը Ում բերել մի հատ։ Հեսա կպատասխան։ Թիրախային սեգմենտին է։ Հա, բարդ է։ Դե որովհետև մենք ինչ ենք անում, մենք հիմա երկրում, նու հիմա չէ 3 տարի, 4 տարի առաջվանից սկսած փորձում ենք նոր մասնագիտություն ներդնենք, այսպես ասած, հա, զարգացնենք ու այո, իհարկե շատ բարդ է, ժամանակին դա HR-ի մասնագիտությունն էր տենց, ինչև այդ PR մասնագիտությունը, մարքեթինգը, բայց կարծես թե քիչ-քիչ արդեն սկսել է ծանոթ լինել մարդկանց նաև coaching-ը։ Ում համար է, պատասխանեմ։ Կարծում եմ բոլորի, բայց ովքեր են ավելի շատ օգտվում, հիմնական ղեկավարները ու այն մարդիկ, ովքեր որ պիտի լուծում գտնեն, սենց ասեմ, հա, այն մարդիկ ում համար դժվար է գիրքը բացել, կարդալ ու այդպես անել ու լավ կստացվի։ Պատկերացրեք Իլոն Մասկը պիտի որոշի իր հաջորդ պրոյեկտը որն է լինելու։ Հաջորդ տրիլիոնը ոնց։ Ասենք որտեղ որ խորհրդական, որ խորհրդատուին կանչի, որ Big 4-ին ասի իմ հետազոտությունը արեք, որ որոշումը կայացնի, հա, դա անում է, բայց մեկ այդ ինսայթները, այն բաները, որը որ դու անում ես եւ նորությունը կամ նոր կոնտեքստում ես անում, ինչ որ Արան էր ասում, հա, այնքան արագ է հիմա աշխարհը փոխում, որ այն լուծումները, որոնք որ կային, գուցե հիմա էլ չաշխատեն։ Ասենք 10, 20, 30 տարի առաջ այլ էր, շատ նման էր, հիմա սուպեր արագ է զարգանում ու ստիպված ես կամ նոր կոնտեքստում նույն որոշումը կայացնել, կամ նոր որոշում կայացնել, կամ նոր որոշում նոր կոնտեքստում կայացնել։ Այդ դեպքում շատ դժվար է խորհուրդ հարցնել, սովորել, գիրք կարդալ, արհեստական բանականությանը հարցնել եւ այլն։ Այդ դեպքում կարևորը որ քեզ ինչ որ մեկը օգնի մտածես, որովհետեւ լավագույն լուծումը քոուչերը ինչ են ասում են, որ լավագույն լուծումը քո մեջ կա։ Եթե լավ մտածես, ամենալավ լուծումը դու կտաս։ Ու դրանց ելնելով կներես, որ ընդհատում եմ, քանի դու ինձ ընդհատում։ Բան չեմ ասում, լսում եմ։ Հա, չէ, բայց ես ավարտեմ միտքս, որովհետև ինքը լավն է։ Ինքը ասում է, որ քանի որ այդ լուծումը քո մեջ կա, բայց կորավ։ Քոուչը կարող է այդ բանին է նման էլի, որ Միքելանջելոն ասում է Դավիթի արձանը այնտեղ կարող է, ես ավելորդ մասերը հանեցի։ Դրա համար, ոնց որ պատասխանելով քո հարցին, թե ում համար է լավ, ինչքան ավելի շատ փորձառու, ինչքան ավելի ներսից աճած, զարգացած
փորձ ձեռք բերած սխալներ գործած, այդքան ավելի օգտակար կլինի coaching-ը, որովհետև լուծումը դու ես գտնելու։ Coach-ը օգնում է քեզ մտածել իր հարցերով։ Այսինքն նստում է կողքը, ասենց։ Նույնիսկ այնց հետաքրքիր է, որ սովորացնում ենք դեմ դիմաց չի ես նստում, որտեվ դեմ դիմացը ոնց որ իրար հետ եք զրուցում։ Դուք իրար հնարավորինս կողք եւ գրոհում եք այն ապագան, ինչա ինքը ուզում միասին փորձում եք լուծումներ գտնել։ Ու կա ֆորմալ դասընթաց, որը դա սովորացնում է։ Ոնց անել, ինչ հարցեր տալ, մարդուն ոնց հասկանալ։ Կա ֆորմալ հասկանալ։ դասընթաց, կա ֆորմալ որակավորում, կան քննություններ, այո, որովհետև այլապես չես կարող թիրախային զարգացնել այդ Այստեղ բացի քննությունները։ դասընթացները դու հետո պետք է պրակտիկա անես, ժամեր ես հավաքում այդ PCC, ACC, MCC դրանով են Բայց տարբերվում։ չպատմեցի MCC-ին Հա, ինչ դու է։ պատմի։ Պատմես, Չենք վրազում։ Այդ խոսակցությունը կանոնակարգված չի։ Հա, ես զգացի։ Ոնց որ կա, բայց իմ համար, չգիտեմ, քանի որ ես երբևէ չեմ առնչվել, բայց իմ առաջի անգամն է, որ ինչ որ որոշակի խորությամբ ես իմանում եմ coach-ը Դե ինչ քո օգուտն է էլի։ կապչուն ես երբեք չեմ մտածել, որ օրինակ Հա։ ինձ պետք է։ Իրա մոտ թվեր են մենակ, թվեր։ Գիտես դու կարող ես տենց լավ քեզ համապատասխան coach Չես հանդիպել։ գտնես դեռ եւ թվերը մեծանան շատ կարգով։ լիքը։ Զրոներ ավելան։ Օրինակ Ray Dalio-ին Քաղաքական հանդիպես։ գործիչները պարտադիր, բիզնեսմենները պարտադիր, նու խոսք գնում է Դա դառնում է mainstream։ Այսինքն իրեն հարգող զարգացում Հարգող executive պետք է coach զարգանա, ինքը անպայման coach է ունենում։ նու տենց անպայման որն է, հա, Դա զգում է, որ իրան պետք է։ եթե գիտի որ տենց մասնագիտություն կա, երեկոմ եթե փորձել է, տեսնում է դրա արդյունքը, հա, միանշան։ Այդ շատ պրիմիտիվ եթե ասեմ, բան է, էլի ոնց որ հայլի է, էլի, հայլու հետ չէ, այդպես համեմատություն չկա։ Coach-ը հայլին է, դու խոսում ես ինքդ մեջ գտնում ես այդ հարցերը։ Ու միայն հայլի, նաև, բայց նաև ոնց որ մասնագետա, ով կարողանում է Մեկ էլ քեզ պետք է շփվել, որ բացվես, հա, էլի։ նկատել բան։ Ուսում եմ ասեմ, եթե դու ինքդ քո հետ շփվես, նույնիսկ շատ երկար, կարող է մեկը դրան չգաս, որովհետև դուք միասին եք, եւս մի հոգի, ոնց որ, չգիտեմ, արենդայով եւս մի ուղեղ վերցնես, ուղեղ, սիրտ, Բայց ես արհեստական բան, արենդա ասեցի, հիշեցի, GPT-ի հետ ով որ կարաս տենց քո խոսասել։ կողմից է եւ այդ ընթացքում օգնում է քեզ մարդ, ով որ այդ մասով լիքը տանջվել է, որ իր հմտությունները GPT-ին զարգացնի։ ձեր գործին չի խփում։ Տես, իրականում եթե խոսում ենք շատ փորձառու coach-երի մասին, չէ, ընդհանրապես հակառակը, որովհետև այս GPT-ի եւ ես օրինակ Claude եմ օգտագործում, հա այս ժամանակահատվածում մարդիկ գնալով ել ավելի այդ AI-ական վիճակներից սկսում են նյարդայնանալ, չնայած որ սուպեր օգտակար է, ես ինքս կիրառում եմ, ոգևորված եմ եւ դասընթացներ եմ վերցնում եւ շարունակելու եմ կիրառել, բայց մի պահ կա, որ մեյլ ես ստանում, տեսնում ես, որ ինքն է գրել եւ այլն։ Կոմ, բայց դու կարաս նույն քո հարցերը տաս Claude-ին կամ GPT-ին ու որ հա, բայց դրա համար եմ ասում, գուցե միջին coach-ին կփոխարինի, բայց շատ փորձառուին չէ, որովհետեւ հենց այդտեղ է էլի, որ այս digital վիճակները, թվային վիճակները այնքան շատացել են, որ մարդիկ A կարիք ունեն մարդկանց հետ շփվելու, միանշանակ, եւ B ինքը չի կարող, այդ չի կարող, որովհետեւ այնտեղ լրիվ ուրիշ տեսակի եւ որակի աշխատանք է։ Ես ընկերներից մեկի հետ էի շփվում բանկային, ասում էր նոր մասնաճյուղեր ենք բացում, մարդիկ ուզում են գան շփվեն։ Ես չգիտեմ այդ Teller-ի հետ պրոստը խոսենք բարև-բարլուս, հա, խնդրում եմ գործարք կսարեք։ Կա որ օրինակ նույն այդ mobile app-ի ինչ mobile չի, ասենք շուտ ֆրոդ է, մեկը դրանից է վախեցած, մեկը ընդհանրապես սիրուն հագնվեն գա մասնաճյուղ ժամանակ բան։ Այդ քո ասացի ոնց որ
թեմայի մեջ է, էլի, որ մարդիկ ու ուզում գնալու են այդ ես ուզում եի թվերը մի խոսքով ասենց մոտապես 2.5 անգամ շուկան աճելու է coaching-ի հենց նաև ներառյալ դրա ի նկատի ունես այն մարդկանց քանակն է աճելու, ովքեր զգում են պահանջը, որ իրանց ֆինանսներով վերես թվերը, հեսա 2.5 անգամ գլոբալի նկատի ունես։ Globally, հա, հետազոտություններ կան, նաև թե ոնց է ազդում coaching-ը այն կազմակերպություններում, ովքեր որ կիրառում են եւ գումար են ներդնում, որպեսզի իրենց աշխատակիցները աշխատեն coach-ի հետ, ինչ փոփոխություններ է լինում եւ դրա հետ կապված միանշանակ ոնց որ աճում է օգտվողների քանակը։ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք պատվիրակում են այդպիսի coaching-ի ինչ որ աշխատանքորձ, հա? Հա, իհարկե։ Կան։ Աստորեն։ Հետ եք մնում։ Ես вообще Ես կազմակերպություն չի աշխատում։ Ես կոմպետ եմ աշխատում։ Համ կազմակերպություններ, համ անհատներ, այո։ Վերադառնանք, նանան ուզում էր բացատրել MCC-ն ինչ է։ Նանան չէ, ուզում Արանն։ Արան ուզում էր որ նանան բացատրի MCC-ն Դες մի ինչ քիչ է։ անհամեստություն է, որովհետև ես ինքս MCC եմ։ Տեսեք, Միջազգային քոչինգի ֆեդերացիան ունի 3 որակավորման մակարդակ։ Առաջինը ACC Associate Certified Coach, երկրորդը PCC Professional Certified Coach, երրորդը MCC Master Certified Coach, երբ որ ես մի 4 տարի առաջ դա ստացա, առաջինն էի տարածաշրջանում։ Իրանք հերթով են, չէ՞, մեկը անում ես, հետո մյուսը։ Կարաս PCC միանգամից անես, բայց հա, MCC միանգամից չես կարող։ Կար մոտապես 1000 քանի հոգի, հիմա հաստատ ավելի շատ են, չեմ նայել, տնայինս լավ չեմ արել, բայց համենայն դեպս շատանում են ու դա էլ եւս մի վկայություն, որ մասնագիտությունը աճ է ապրում։ Իսկ դե ժամանակներ կա, չէ՞։ Հա, դե համ ժամանակներ, համ ուսուցման, համ այնտեղ մենտորինգներ է պետք անցնել, համ աշխատանք հաճախորդների հետ։ Օրինակի համար կարող եմ ասել միայն մի գիծը, հա, քանի ժամ պիտի աշխատած լինես, ACC համար 100, PCC համար 500, MCC համար 2500 ժամ։ Օրինակ A lot of work։ CFA-ի պարագայում просто որպես համեմատության կարող տանեմ, դու այնքան տարեր ունես, ես չգիտեմ դեռ տարեր շատ։ CFA-ի ժամանակ դու 4 տարի 3-4, բայց նայ դու ասում ես ոնց որ պրոֆեսիոնալ փորձ, ընդհանրենք միտեղ CFA-ի համար դիլեր ես աշխատել կամ այլ ֆինանսական պաշտոն։ Այս դեպքում դու այդ երրյակներով աշխատանքի ժամերի մասին է խոսքը, այսինքն ոչ թե, չէ՞։ Ոչ միայն երրյակները պարապելու համար է։ Ոնց որ դուք ենթադրենք մենք 3-ով ընդունվեցինք, երրյակները նրա համար է, որ մենք օրինակ, չգիտեմ, ասենք HR-ի կամ մենեջերական փորձ ունես, էլ ժամը հավաքում կոնկրետ 2500-ը խոսքը գնում է, որ ես որպես coach աշխատում եմ իմ հաճախորդի հետ 2000 ավելի մի քիչ երրյակը ավելի սպეციფიკա ուսուցման process-ի մի մաս է, որը որ ներդրվել է, որպեսզի ավելի լավ ավելի շուտ coaching ես արել, էլի 2500 ժամ։ coaching ես արել։ Հա, մաթեմը մի անգամից օրես մեջ միանում է, այսինքն տարյուկ ես full time։ Չէ, ոնց հաշվեցինք։ Հա, տարյուկ, հա, MCC համար հա, բայց ոչ ոք տարյուկ ես ու չի անում MCC, ու ինքը full time-ի նկատում է։ Եթե դու ամեն շաբաթ 40 ժամ հնարավոր չի, որովհետև սկզբից պիտի անես PCC անպայման, հետո մի 3-4 տարի հետո լավագույն դեպքում մարդիկ միջինում տենց է, որովհետև ինքը ոչ միայն այդ անելն է, հա, այդ սեսիաները անելն է, դու փոխվում ես, աճում ես, աշխատում ես, հմտանում ես, այդ ժամանակ ու ջանքա։ Էներգիա չի կորում մարդկանց հարցեր տալուց։ Այսինքն դու չես քամվում էներգիապես։ Մարդու հետ նստում ես ու սկսում ես փորփրել իր ուղեղը, մտածելը, չգիտեմ, մտքերը, ինչ որ ուղղորդում ես ինչ որ հարցեր։ Որ այդ մարդը քեզ հարցեր տա։ Չէ, նկատի ունեմ հիմա նանան ասում է, որ coach-ի գործառույթը նրանում է ոչ թե խորհուրդ տալիս, այլ լսում, ոչ շատ լսում հարցեր է տալիս։ Հա, չի ուղղորդում։ Չի ուղղորդում, հարցեր է տալիս։ Դու այդքան էներգիա կարողանում ես ունենալ մարդկանց հետ։
կոնկրետ կարող եմ իմ Անցկացնելը։ համար պատասխանել, ոնց որ ամեն մասնագիտությունը կամ սիրում ես կամ չես սիրում, չէ, կամ քոննա կամ քոննա չի։ Ես լինում է դեպքեր, որ շատ վատ եմ նույնիսկ ինձ զգում։ Ну եթե շատ վատ ես զգում, լավա չանես coaching, բայց վատ ես քեզ զգում coaching-ից հետո սենց լծված, երջանկացած, այո, որովհետև դու այդ հարցը տալիս ես ու տեսնում ես այդ մարդը պատասխանը իր գտավ, տեսնում ես ոնց ոգևորվեց, տեսնում ես արդեն ապագայում ինքը ինչ է անելու ու ինչ արդյունքների է հասնելու, դա սուպեր ոգևորիչ է։ Իսկ եթե մենք խոսում ենք ամենալավ մասնագիտության համար, էլի ես բնականաբար իմ տեսանկյունից եմ ասում, բայց ես չեմ կարողանում պատկերացնել ավելի լավ մասնագիտություն, մի բան էլ գումար եմ վճարում։ Այսինքն դու ինձ հիմա ասում ես, որ հակառակ էներգիա հավաքում ես։ Այո, միանշանակ, իհարկե, որովհետև դու, եթե քեզ հետաքրքիր է մարդկանց հետ շփվել, եթե դու կան մարդիկ, որոնց պետքա համակարգիչ գնան մենակ աշխատեն, չէ՞, բայց կան մարդիկ, որոնց պետքա շփվել։ Ինչի եք շփվում։ Դուք երևի մեկն է մյուսը։ Երկուսը նույն ձև են։ Ահա։ Բայց եթե քեզ հետաքրքիր է մարդը, դու հարցեր ես տալիս, ինչ որ բաներ ես այդ մարդու համար մասին իմանում, իրական քո հարցերի նպատակը այն չի, որ դու այդ մարդու մասին ինչ որ բաներ իմանաս, բայց քո հարցի արդյունքում ինքը իր մասին մի բան է պարզում, կամ ինքը իր պրոյեկտի մասին մի բան է պարզում, կամ իր նպատակի կամ նպատակին հասնելու մասին մի բան է պարզում, որը որ նենց է ոգևորում իրան։ Իսկ դու որ տեսնում ես, որ դու նստած ընդամենը մի ժամում մի քանի հարց տվեցիր ու ինքը այսենց ոգևորությունով գնաց, ես պրոստը մտածում եմ, բան էլի, առաջ երևի ընկերներն էին, որ տենց նստում խոսում էին, կամ ինչ-որ տենց շրջապատներ, որ տենց նստում խոսում են, հիմիկվա դարը փոխվել է, դու մարդ ես վարձում, որ հետ նստես շփես հասկանաս պրոֆեսիոնալ ես վարձում, արի սենց, որովհետև կարա օրինակ գլուխը ցավա, ընկերը 10-ի գնա այս դեղը խմի, չէ՞, բայց եթե դու ուզում ես իսկապես իմանաս ինչ է եւ այլն, կգնաս նորմալ բժշկի մոտ։ Այստեղ էլ ուղակի մարդ է, որը որ սովորած է, պարապած է, այդքան ժամ coaching արած է, բոլոր որակավորումները անցած է ու այդ իր մկանները շատ զարգացրած է։ Այդ դեպքում ինքը գուցե եւ ուրիշ հարց կտա, մի քիչ այլ կետից կտա ու այն լուծումը, որ դու կգտնես, ավելի լավը կլինի։ Հետո ընկերը քո կողմից է, այն որ գալիս ասում ալիս արի քեզ մի բան պատմեմ, սենց մի հատ կոնֆլիկտ եղավ աղջիկների մոտ, չէ դու ճիշտ ես հաստատ, հա, այդ բանը չկա իսկապես լուրջ աշխատանք է վարում հարցեր տալով, որպեսի օգնի քեզ լուծում գտնել, ոչ թե ոգևորի։ Շատ հաճախ մոտիվատորների հետ էլ են, հա, այդ մոտիվացիոն սպիկերների հետ էլ են շփոթում։ Օրինակ Տոնի Ռոբինսը ասում է ես քոուչ եմ, բայց ինքը քոուչ չի։ Միջազգային քոուչինգի ֆեդերացիայի ստանդարտներով ավելին ինքը չի ստացել այդ որակավորումը, ինչքան որ ես գիտեմ հենց մեր դպրոցում հանձնել քննություններ։ Այդ ուզում հարցնել, դասընթացի մեջ չի տային, բայց ես լսել եմ, որ հենց մեր Էրիքսոնի դպրոցում է սովորել եւ իրան չեն որակավորել։ Ինչի՞։ Որովհետև ինքը ոգևորող է։ Տեսեք տարբերությունը, ինքը ասում է սենց գնարա, նենց գնարա, ճիշտ է հարցերել է տալիս, ճիշտ է ներսից էլ է մոտիվացիա օգնում որ գտնես, բայց հիմնականում ուղղորդում է, հա, ոնց որ բրթի, դրթի տարբերությունը հետեւյալն է, դու ոգևորվում ես, կարող ես սկզբում շատ ոգևորես, սենց աճում է ոգևորությունը, հետո գնում ես մենակ ես մնում ես, բրթողին ես մնում։ Իսկ երբ որ դու այդ ոգևորությունը կամ այս ոգևորությունը գտնում ես ներսից, որովհետև քեզ ճիշտ հարց տվեցին, օրինակ, եթե այդ նպատակիդ հասնես, ինչ կլինի, ում համար լավ կլինի, ինչով լավ կլինի, էլ ում համար լավ կլինի, ինչ կփոխվի քո կյանքում, ինչ կփոխվի քո հարազատների կյանքում կամ քո գործընկերների կյանքում։ Այդ հարցերին, այս հարցերը որ ես տալիս եմ, հետո պետք է կանգ առնել ու ժամանակ տալ, որ մարդ մտածի բնականաբար։ Ես հենց ուղղակի մի քանի հարց վրա տվեցի, բայց զգում եմ, որ process-ը գնաց, աչքերդ գնաց այն կողմ եւ սկսեցին մտածել։ Երբ որ այդ մտավոր process-ի արդյունքում դու ինքդ հասկանում ես, հա էլի, եթե ես այս նպատակին հասնեմ,
այս մարդուն էլ լավ կլինի կամ այս թիմին էլ լավ, այս հնարավորությունը կունենամ անելու, նաև սա այդ քեզ ավելի երկար է պահում, ոնց որ էներգիան ինչ է, ոնց որ մեքենայի մեջ վառելիք լցնես, այս տիպի վառելիքը քոուչինգի մեթոդով եկած վառելիքը ավելի երկար է ծառայում, քան մոտիվացիայից եկած վառելիքը։ Նան, իսկ մենք խոսում ենք թիրախային սեգմենտի մասին, որոնք ենթադրաբար բավականին ինտելեկտով զարգացած մարդիկ են, որոնք բավականին լավ կրթություն ունեն, մտածելու ունակություն ունեն, իրանք չեն կարող այդ հարցերը իրանք տալ։ Իրանք պետք է մեկ այլ որակավորված մասնագետ, որ այդ հարցերը իրանք տալու է։ Կարող են, իհարկե կարող են։ Ուղղակի դա եւս մեկ տեսանկյուն է, կրկնում եմ, մեկի, ով շատ աշխատել է, որ լսի շատ լավ, լսի այն ինչ դու ասում ես, լսի նաև այն ինչ որ դու չես ասում, գուցե նկատի, որ օրինակ այն ինչ որ դու ասում ես ու այն դեմքի արտահայտությունը, որ դու ունես, օրինակ տարբերվում են ու դա քեզ վերադարձնի ու մեկ էլ դրանից ինչ որ մի հատ ինսայթ կա։ Ինքը չի լուծում քո հարցը, ինքը օգնում է։ Ոնց որ ասես, առանց մարզիչ կարամ, մարզվեմ սպորտ, երևի կարաս, բայց սովորաբար բոլորը մարզիչ ունեն։ Մազերդ էլ կարաս կտրես, օրինակ առանց Վարշավի։ Քո դեպքում սպորտը չունեն 5000 դրամ ամեն ամիս տալու։ Տենց հիմնականում, գերադասում են գնանք լավ մասնագետի մոտ, ով բոլոր կողմերից ոնց որ 360 վերևից ներքևից օգնում է տեսնել ապագայից, օգնում է տեսնել այլ մարդու տեսանկյունից, մեթոդ է, որը որ կարծես թե ավելի արդյունավետ է, քան ինքնուրույն։ Մասնագիտացումը ստանալու համար կան ինչ-որ ֆորմալ, չգիտեմ, հոգեբանություն պետք է անցնես հետները, փիլիսոփայություն կամ, չգիտեմ, հռետորական խոսք կամ ինձ հետաքրքիր է։ Ինչ են սովորում, չէ, հոգեբանություն չէ, հակառակը հոգեբաններ որ գալիս են սովորելու մեզ մոտ, ավելի դժվարությամբ են այդ մտածելակերպ, ոնց որ ինքը ուրիշ փիլիսոփայություն է, որտեղ հոգեբանը, իդեպ, եթե դեմ չեք, տարբերությունը ասեմ, շատ են։ Իսկ կարամ ասեմ։ Հոգեբանը գնում է քո մանկական տրավմաներից, բանից, քո անցյալի մեջ փորում է քո խնդիրները որ գտնի, քոչը քեզ ապագայից է փորձում կամ տանի կամ ապագայից նկարագրելով քեզ առաջ է տանում պայմանական ասած։ Ապագայից եւ կամ քո նպատակից, որովհետեւ կարա ապագայից նպատակը ապագայում է։ Նու հիմնականում հա դրա համար ասում են հոգեբանությունը ավելի անցյալի մասին է, քոուչինգը ավելի ապագայի, այդքան էլ տենց չի, բայց հիմնականում տենց է ստացվում, որովհետև այդ տրավմաները արեի ասած այո անցյալում են, իսկ ինչ եմ ես հաշվապահությունն ու ֆինանսները, էլի հաշվապահանցյալի մասին, շատ լավ օրինակ է։ Այո, սա արդեն իր տեղի ունեցածի հետ է աշխատում, սա ինչ եմ ես ուզում, էլ ինչ եմ ուզում, իսկ կարող է ուրիշ բան եմ ուզում, իսկ կարող է ավել եմ ուզում, այդ տիպի, եւ եթե հաստատ գիտեմ ինչ եմ ուզում, ոնց հասնեմ, իսկ եթե ստեղ խնդիր լինի եւ ընդեղ լինի ոնց հասնեմ, իսկ ինչը կարա ինձ օգնի եւ կամ ովքեր կարող են ինձ օգնել դրան էլ ավելի լավ հասնելու եւ կամ ավելի մեծ հաճույքով հասնելու կամ այդ ընթացքում մարդկանց էլ ավելի օգտակար լինելով process-ում հասնելու եւ որ հասնեմ ինչ կլինի շատ հաճախ այդ վերջի կտորում էլ բլոկեր լինում ոնց որ այն որ ասում է սովորաբար թեզը գրելու դիսերտացիան չէ գրում եմ վերջի մասը չեն գրում հայերենում ասում է էշը կերանք հա այդ դրա հետ էլ է քոուչինգը աշխատում վերջից եմ իհարկե գալիս բայց հիմնականում ինչի չեն անում ինչ եք կարծում ինչի օրինակ վերջի կտորը չեն անում մոտիվացիան կորումը էլ կարող է մտքերն են ավարտվում չգիտեմ հիմնականում եթե դա 4-րդ ոնց որ 4 կտոր կա որոնց հետ sense պայմանական բաժանել ենք էլի քոուչինգ աշխատումը եթե դա հիմնական որովհետև հետո չգիտեն ինչ են անել
որտեղ էս անելու հետ կապված նպատակներ կա, մոտիվացիա կա, էս որ ավարտեմ, բա հետո ինչ եմ անելու, ինչն է ինձ ոգևորելու կամ ինչն է ինձ ստիպելու առավոտյան զարթնել եւ գնալ։ Ու դրա համար ձգում, բայց այդ հասկանալու, գիտակցելու համար կարողա դու մտածես հասնես դրան, բայց գուցե ինչ որ մասնագետը եթե հետդ մտածի։ Մի քիչ ավելի արագ։ Իսկ մոտիվացիան այդ ոնց որ այդ երրորդ կտորն է, ինչի համար եմ դա անում։ Շատ հաճախ մոտիվացիան երբ է իջնում, երբ որ այդ էներգիան, որ ասում էի, հա, ավարտվել է, ինչի որովհետև ախր միտեղ գնալու կամ ինչ-որ բանի հասնելու համար ջանք է, չէ՞ պետք դնել։ Ու հիմնականում բավականին երկարատև ջանք է պետք դնել։ Այն պահին, երբ որ դու արդեն էլ ուժ չունես, սովորաբար ինչն է էլ տենց եթե սպորտում, հա, նայենք, մարդիկ կան վազում են ու հանձնվում են, մարդիկ կան վազում են, ընկնում են, վեր են կանում, շարունակում են։ Այդ տարբերությունը իրանց ինչու՞մ է։ Այն մեկը, որը վերականում եւ շարունակում է։ Մտքում ինչ-որ բան մտածում է, չէ, ինչ որ մի բանի համար է։ Այն բանը գալկիպերը, որ 7 գնդակ բռնեց վերջի խաղում։ Դարպասապահ, հա։ Ինչ գնդակ, պենա։ Չէ։ Սեյվ արը 7-ը։ Հա։ Հետը մնգե ֆուտբոլից։ Հա։ Ինչ վրա։ Այսինքն ինքը այդ պահին գուցե հիշում է հանուն ինչի, ինչ կփոխվի, ինչի է դա իր համար կարևոր։ Այդ կտորում հիմնականում օգնում են այդ տիպի հարցերը կամ քոուչերը տալիս են այդ տիպի, եթե մոտիվացիա չկա, ինչի համար ես դա անում, ինչ է փոխվելու քո կյանքում, ելում կյանքում ինչ է փոխվելու, եթե դա իսկապես վեր կանաս եւ շարունակես։ Մեկ էլ կարող է պարզվի, որ ոչ շատ բան չի փոխվելու, այդ դեպքում գուցե լավ է որ դա պարզվում է, որովհետև թողում գնում են ուրիշ բանով են զբաղվում, հա, այդ էներգիան, որ ստեղ էին ծախսում, սկսում են այլ տեղ ծախսել։ Քո հաճախորդների բազան Հայաստան է մեծ մասը։ Չէ։ Այսինքն դու on-line ես աշխատում այդ մարդկանց հետ։ Հա։ Նու լինում է որ գալիս են, այս վերջերս օրինակ Սինգապուրից մի թիմ եկավ, այստեղ կա նաև թիմային coaching սեսիա, այստեղ արեցինք, կա որ ես եմ մեկնում, բայց հիմնականում այստեղ քիչ, ավելի քան դրսից։ Բայց on-line է։ Բոլորը ամեն ինչ գիտեն։ Այստեղ բոլորը ամեն ինչ գիտեն, իրենց մեջ։ Դե ինձ շատ չեմ տարածվում այստեղ, դրա համար երևի։ Իսկ այստեղ հիմա ուզում եք վերապատրաստումներ անել։ Վերսկսենք, հա, մի պահ շատ ակտիվ, երբ որ նաև միջազգային քոուչինգի ֆեդերացիան էինք բացում, շատ ոգևորված էի այդ ժամանակ, ճիշտ է, մոտիվացիա շատ բարձր էր, որովհետև այդ MCC-ին որ ստացա, դե ինձ թվում է այդ ժամանակաշրջանում մենք արեցինք, նաև Արան շատ օգնեց այդ ժամանակ, արեցինք աննկարագրելի քանակի գործ եւ այն որ բացվեց միջազգային քոուչինգի ֆեդերացիան, այն որ հիմա քոուչինգը կա ու մարդիկ կան, որոնք արդեն որակավորվել են եւ շատերը եւ ինչ որ կերպ պահպանվում է նաեւ այդ ստանդարտները, դա կարծում եմ այն մեր ներդրման նաեւ արդյունքն է, նաեւ նրանց ովքեր հիմա են շարունակում, բայց հա այդ ժամանակ շատ ոգևորված էի, կարող եմ նույնիսկ պատմել ինչներ ինձ շատ։ Իսկ հիմա ասենք մեր ունկնդիրները ինչի պիտի գան։ Դրա մասին գուցե ասես։ Ինչի պիտի գան։ Վերապատրաստում նոր ռեստարտին։ Դե եթե իրանց հետաքրքիր է ինչ է տալիս էլի այդ մարդուն։ Կախված մարդուց։ Եթե ղեկավարը հույս կա որ ավելի լավ ղեկավար կդառնա, եթե ծնողա եւ ուզում է երեխայի ընդհանուր առմամբ ասենց upgrade է տալիս։ Քեզ ինչ տվեց, արի սենց։ Չեմ կարող ասել բոլորի համար ինչ կտա, յուրաքանչյուրին իրանն է։ Այ արա, դու մասնակցել ես։ Դե ինձ թույլ տվեց որոշակի հետ կանգնել ու նայել որ ուրիշ ձև էլ կա, որոշակի մտածելակերպի փոփոխություն տվեց, այսինքն որ ոչ թե ասում ես, այլ հարցեր ես տալիս, հարցերով փորձում ես մարդկանց բերես ինչ որ մի դաշտ, պարտադիր չի
որը դասական, չգիտեմ, ֆեդերացիայի բոլոր կանոններով, հա, ինքը ոնց որ հմտություն է, որ տարբեր իրավիճակներում կարաս օգտագործես։ Ծնողավարության մեջ, մենեջմենտի մեջ, գիտեմ, ընտանիքում, ընկերության մեջ եւ այլն։ Իսկ նկատեցիր այդ սովորելուց, որ սկսեցիր կիրառել ինչ որ փոփոխություն քո ղեկավարման օրինակ մեջ աշխատակիցների հետ, թիմի, գուցե թիմի մոտիվացված լինելու կամ ձեր հարաբերությունների։ Ընդհանրապես մարդուն, որ մի բան ասում ես, այդքան մարդը հեշտ չի ընդունում։ Մենք էլ մեկը որ գալիս ասում է, այս ինչը սենց պետք է անես, կոմոդ բան առաջանում, հակազդեցություն առաջանում, որովհետև տպավորությունն է, որ ինքը իրան ավելի խելոքի տեղ է դնում, քեզանից լավ գիտի, անկախ նրանից քո սիտուացիան հասկանում է, չէ՞, սկսում է խորհուրդ տալ։ Ու տենց մարդիկ մեր շրջապատում ցավոք բավականին շատ են։ Ու դա նաև վանում է։ Դիմադրություն։ Հաճախ նաև մարդիկ գալիս են քո մոտ, ասենք այդ քո փորձը, գիտելիքը, կրթությունը հաշվի առնելով գալիս, օրինակ խորհուրդ են ուզում, հա, ասենք ես տենց իրավիճակներ էլ ունեմ, որ գալի ասում են, այ ասա մեզ այս ինչ բանը ոնց պետք է անենք, ես ում հարցեր տալ, ասում դուք գնացեք, ձեզ ինձ այս հարցերի պատասխանը բերեք, ոչ թե եկեք ասեք ես ձեզ ճիշտը ասեմ, որովհետև դուք պետք է դրա մեջով անցնեք, գաք հասնեք, ես որ ձեզ ճիշտը ասեմ, պարտադիր չի, որ դուք կհասնեք այդտեղ, էլի։ Պրոցեսն է կարևոր, պրոցեսը, որ դու այդ հարցերը տալով ինքդ գաս հասնես տեղ, էլի, ոչ թե քեզ պատրաստի մի հատ ճիշտ պատասխան տան։ Դրա համար շատ կազմակերպություններ նույնիսկ ոչ թե ուղակի իրենց ղեկավարներին ուղարկում են, որ սովորեն, այլ նաև համակարգված ձևով ներ են փորձում դնեն քոուչինգային մշակույթ, որովհետև եթե ներսում, այո, որովհետև եթե պատկերացրա, Արտյոմ, ղեկավարները սկսեն ավելի շատ այս ոչ դիրեկտիվ ղեկավարման ոճը կիրառել։ Հիմա տես Արան կիսվեց։ Ինչ ես կարծում, այն աշխատակիցները, ում Արան այդ հարցերը տալիս է եւ ոչ թե պատասխաններ է տալիս, իրանց մոտ ինչ է փոխվում։ Դա առնվազն որ իրենց ոչ թե կոմանդա են տալիս, այլ ասում մտածի ոնց ինչ է էլի փոխում։ Դե ինձ թվում է մարդկային հարաբերությունն է ավելի լավացնում։ Նաև մտածել է սովորում, նաև հասկանում որ մյուս անգամ չի կարա գա ասի։ Հետո գիտես որ խորհուրդ ես տալիս։ Հա, ասեմ։ Հեշտ է ավելի այո, որովհետև երբ որ դու խորհուրդ ես տալիս, պատասխանատվությունը ում վրա է։ Խորհուրդտվողը։ Այո, ինքը հետո կգա կասի նենց արեցի ոնց որ դու ես։ Դրանից է որ մարդիկ հաճախ չեն ուզում պատասխանատվություն վերցնել։ Այո, իրանք ուզում են մի հատ, չգիտեմ, բան լինի, էլի։ Կենտրոն, որը Այո, բայց եթե պատկերացնենք, որ դու իրանց ղեկավարն ես եւ դու ուզում ես որ իրանք աճեն, քո նպատակն է, քո թիմն է, դու ուզում ես իրանք այդ պատասխանատվությունը չվախենան այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետեւ ներուժը ունեն, կարող են։ Այսինքն ստացվում է որ դու ոչ թե ձեռք ու ոտք ես վարձում եւ օգտագործում, այլև փորձում ես իր ուղեղը եւ իր տեսակետը եւ իր տեսակը օգտագործել ու այդ դեպքում եթե իմ համար դա ներուժի մաքսիմում օգտագործելու ճանապարհ է, մեկը ամբողջը չես կարող օգտագործես, բայց ասեմ որ նաեւ ոնց որ անընդհատ այդ առաջհետը կա, այսինքն նրանից որ ես, չգիտեմ, գնացի մի քանի կուրս վերցրել եմ ու գիտեմ որ դա լավ բան է, միշտ չի որ դա ստացվում, ասենք պահեր կա որ դու ավելի հեշտ է ասել, ավելի կարճ է ասել, հա, բայց ոնց որ մի քիչ հետ ես կանգնում ժամանակ ես վերցնում մտածում ես, երկարաժամկետ ավելի ճիշտ է մարդկանց հարցերով բերել, էլի։ Հա, մեկ-մեկ պետք է ասել, միանշանակ ու դրա համար եմ ասում, չկա լավ ու վատ, կա խնդիր, որի լուծման համար կան գործիքներ։ Հիմա եթե կա այդ գործիքը, որը շատ-շատ է տարբերվում մնացած բոլորից, հիմա հետ գալով էլի ոնց որոշեցի, որ ուզում եմ զարգացնել նաև սա իմ գործիքակազմում, հենց այդպես, եւ ոնց որոշեցի, որ լավ կլինի երկրում էլ դա հնարավորինս որակյալ կերպով զարգանա, հենց դա, որովհետեւ սա եւս մեկ գործիքակազմ է, որը իրապես շատ-շատ տարբերվում է մնացածից եւ երբ որ դու դրան սկսում ես
ծանոթանալ, կիրառել, հմտանալ եւ արեստավարժ դառնալ, այն պահերին, երբ որ պետքա կարողանում ես օգտագործել եւ շատ ավելի լավ արդյունքներ ես հասնում։ Ես հիշում եմ, որ մենք մի հատ կարևոր թեմա էլ ունեինք, էլի, այս մեծ թեմայի մեջ, դա էներգիայի, սպիրալային, ոնց է կոչվում, դինամիկա։ Իսկ էներգիայի աղբյուրների մասին որտեղից է էներգիա գտնում, այդ նանայի ասած մյուս level գնալ կամ ինչի վերջ գնալ։ Դա գունավոր մի հատ ինքը ընդհանուր առմամբ մարդու հասարակության, ազգի, երկրի, մարդկության էվոլյուցիայի բացատրելու մի մեթոդ է, որը ստեղծվել է Claire Graves-ի կողմից, իրանք որոշել են հետազոտեն ըստ Մասլոյի աշխարհում քանի տոկոսն է որ մակարդակի վրա եւ բավականին շատ մեծ հետազոտություն են արել, որի արդյունքում պարզել են, որ դա ոչ թե փակ բուրգ է, այլ զարգացող պարույր, սպիրալ։ Եվ այդ էվոլյուցիոն կետերն են էլի փորձել նկարագրել այդ գույներով, որը սկսվում է նրանից, թե դու ոնց անես, որ քեզ չուտեն եւ դու ողջ մնաս, որովհետեւ սոված չմնաս, ու հետո զարգանում է մինչև դեռ մինչև վերջ հիմա հետազոտում են, բայց իմաստը միանշանակ, այո։ Բայց այն ամենավերևի կետում self realization չէ, դա ճիշտ եմ հիշում։ Դա Մասլոն է, հա, դա բուրգը փակվում է։ Լիսի դե ինքը ասում է, որ մենք աճում ենք եւ չկա վերջ դեռ, ոնց որ գնալով նոր ձևեր է ստեղծվում, որոնք որ դեռ չեն եղել։ Հասարակության ձևերի մասին էլ է, հա, դա հեսա փորձեմ շատ բարդ թեորիան արագ հիմնական մեխը նրանում է, որ մենք երբ որ ինչ որ մարտահրավերներ են գալիս, մենք ինչ որ ձև ունենք դրանց դիմակայելու, որոնք որ մինչև այդ աշխատել են։ Բայց քանի որ ամեն ինչ փոխվում է մեր կյանքում, սկսում են մարտահրավերներ գալ, որոնց ձևը չկա։ Ու այդ պահին է, որ դու անցնում ես հաջորդ մակարդակ։ Ու քանի որ մարտահրավերները շարունակում են գալ եւ նոր մարտահրավերներ են շարունակում գալ, բնականաբար մենք սկսում ենք սովորել եւ գտնել, ոչ թե սովորել նույնիսկ, գտնել, ստեղծել նոր ձևեր դրանց դիմակայելու։ Նան ինձ հետաքրքիր է, օրինակ մենք խոսում ենք, որ coaching-ը գլոբալ ֆենոմեն է, որ ինքը բավականին մեծ դեր ունի աշխարհում։ Մոտարապես ինչ կարգի շուկա է, էլի, եթե մենք դա թվայնացնենք, այսինքն ինչ կարգի ընդհանուր ծախս է գնում coach-ների վրա, լավ sense ասում, տարեկան կտրվածքով։ Հեսա ես ինչի եմ sense նայում հեռախոսից մեջ, որովհետև հետազոտության թվերը էստեղ է։ 2025 թվականին եղել է 103 միլիարդ 103 միլիարդ դոլար ծախսվել է coach-ների վրա, հա։ 103.5։ Դա որտեղ։ Աշխարհում։ Որտեղ հիմնականում էլի։ Պարզը որ Հայաստանում չի ծախսվում։ Հիմնական դե կարաս ամենալավ coach լինես ու շուկայի 1%-ը վերցնես։ Եվրոպան է ամենաշատ, հա։ Ամենալավ coach լինես ու 1% այդ շուկայի վերցնես։ Այդ հնարավոր է։ Արաս իհարկե, բայց ենք փորձում։ 100 միլիարդ 1000 հոգի է թիվը անում էլի։ Չէ, 1000 հոգի ասած MCC-ները։ Հա, էլի։ Դա PCC կա, ACC կա, տարբեր բաներ կան։ Պլյուս նան դու ասիր որ 2.5 անգամ շատանալու են, չէ՞։ Սխալ ասացի։ Ես ասի մինչև 31 թիվը 174 է դառնում։ Այդ ծախսն է շատանալու քանակը։ Հա, քանակը միանշանակ շատ արագ է։ Բաժանես անում։ Հաստատ 2.5 էլ ավել է, այդ ճիշտ է։ 10000 լինեն, լավ։ Ամեն մեկը միջինում 10 միլիոն։ Ված գործ չի, բա մենք
Ինչի տրակտորիստ արա։ Ժամանակին այդ իմ ոգևորվածությունը նաև դրա հետ էր կապված, որովհետև ես մտածեցի, որ սա կարող է դառնալ արտահանող ճյուղ Հայաստանի համար։ Ինչի, որովհետև հայերը շատ խորն են, արագ են սովորում, անգլիան շատ լավ են խոսում, ու այդ ոգևորվածությանս մի կտորը նաև նրա պատճառով էր, որովհետև ես հասկացա, որ կարելի է ոչ շատ բարդ ձևով իսկապես այստեղ սովորացնել, զարգացնել, աճացնել մարդկանց, ովքեր հետո կկարողանան, ասեն on-line coaching անել եւ փաստորեն արտահանող ճյուղ դառնալ։ Այդ 4 տարի առաջ էր։ Հիմա արդեն կան Այն ժամանակ այդպիսիք մեր աշակերտներ։ Դե հա, AI-ից իրականում խոսեցինք։ Իդեպ այդ Հարվարդի հետազոտության մասին վստահ եմ գիտեք, հա, որ երկարակեցության եւ երջանկության հետազոտություն արվում, արդեն 80 տարի է, այո, եւ միակ բանը, ամենակարևոր գործոնը հարաբերությունների որակը եւ խորությունն է։ Այսինքն ինչքան ուզում է AI լինի, այո, մարդկային հարաբերությունների այսօր հա, վաղը կարելի մարդ եւ արհեստական բանականություն հարաբերությունները եւ խորությունը իմ արհեստական չնայած որ կներես հիմա մի հատ որ պատկերացնեք մեր կյանքը ուր է մեզ տանում ընդհանրապես այս Instagram-ային եւ այլն բանը, հա, վիտամին D խմել եք այսօր, իսկ վազել եք այսօր առավոտյան վազել ես, իսկ սառույցով վաննայի մեջ պարկել ես, չէ, բայց սառը բանը իսկ մելատոնին երեք խմել ես, իսկ քանի ժամ եք ջիմում անցկացրել, իսկ ինչ եք կերել, չենք կերել, սոված հաց բերեք, այնքան բան պիտի անես այդ ամբողջին, որ հետևես, լավ է իհարկե, ես էլ եմ մի մասին հետևում, փորձում հետևել, բայց ոնց որ կարծես թե համաձայն այդ հետազոտության, որին որ կարող ենք կարծում եմ վստահել, այդ չի։ Հա, կանանք այդ ոչ մի բանը չանենք, մենակ խորը հարաբերություն։ Չէ, եկեք անենք, բայց հարաբերությունները լավացնենք, խորացնենք եւ երջանիկ լինենք եւ երկար ապրենք։ Այս դրական նոտայի վրա ես առաջարկում եմ պաուզա անենք, մենք չենք ավարտում երբեք։ Բանն ես ասել։ Չէ, շնորհակալ եմ Նանային, որ եկավ այս հետաքրքիր զրույցը մեր հետ անցկացրեց։ Դե լուսավորվեցիր այսօր իմացար քոչինգի ինչ։ Համեր 100 տարի չէի տեսել Նանային։ Հա, ես էլ շատ ուրախ էի, շնորհակալ եմ։ Շնորհակալ սիրելի ունկնդիրներ, շնորհակալություն որ հետևում եք, եթե հավանում եք, սեղմ եք զանգի կոճակը, բաժանորդագրվեք եւ կհանդիպենք հաջորդ հաղորդումներին, ես էլ հաջողություն նոր նախաձեռնությունների հետ կապված։ Շնորհակալ եմ։ Մերսի Նանջան։